Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախարար Գևորգ Պապայանի խոսքով փաթեթը մշակվել է սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով։ Սպառողների իրավունքների պաշտպանության ողջ օրենսդրությունը համապատասխանեցվում է Եվրամիության օրենսդրությանը։ Նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի 1 կիլոգրամի, 1 լիտրի կամ 1 քառակուսի մետրի գինը։ Օրինակ, եթե ապրանքը վաճառվում է մեծ ծավալով կամ փաթեթով, ապա սպառողը հնարավորություն է ունենում հասկանալ, թե ավելի շահավետ է ձեռք բերել այդ մեծ փաթեթը, թե նույն ապրանքն ավելի փոքր ծավալով, ասել է Պապոյանը։ Արգելվում է տեղեկատվության տրամադրման մասով սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը։ Փաթեթով առաջարկվում է նաև գործող մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Այն դառնում է սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնող կենտրոնական մարմին իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությամբ։ Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի նախագծման մրցույթը ձգձգվում է, նախապատրաստական շատ աշխատանքներ արվել են, բայց ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Քրիստափորի կամուրջի իրավիճակով պայմանավորված տեխնիկական եւ անվտանգային եւ ըստ էության քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալներ ներառեն կայարանի կառուցման ծրագրի մեջ, որովհետեւ այն հատվածում, որտեղ որ ըստ նախնական գնահատումների նախատեսվում է կայարանի կառուցումը, դա կարող է էական ազդեցություն ունենալ կամուրջի հետագա շահագործման վրա։ Դրանով պայմանավորված առաջադրանքը լրամշակվել է, հավանաբար մեկ շաբաթից մրցույթը կհայտարարվի։ Նախատեսվում է էսքիզային մրցույթը նույնպես հայտարարել մինչև մայիսի վերջ։ Արցախի փողոցի 4-րդ Նրբանցքի հանրակացարանային 2 շենքերում, որոնք 4-րդ կարգի վթարային են, դեռ շարունակում է ապրել 5 ընտանիք։ 60 ընտանիքի Երևանի քաղաքապետարանը բնակարան կամ բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել եւ նրանք հեռացել են փլուզվող շենքերից։ Մնացած բնակիչները քաղաքապետարանի առաջարկին համաձայն չեն։ Քաղաքապետը հանձնարարել է հիմնովին փակել ազատված բոլոր բնակարանները, որ հնարավոր չլինի նոր մարդիկ այնտեղ մտնեն ու ապրեն։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեանն անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության այս տարվա ներդրումային ծրագրին շեշտել է փոքր կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրը, որը պետք է բացառի մայրաքաղաքի այդ հատվածում էլեկտրամատակարարման անջատումները։ Գազպրոմ Արմենիայի ներդրումային ծրագրի համաձայն կկառուցվի 25 կիլոմետր նոր գազատար ցանց։ Այս տարի նախատեսվում է ավարտել ծրագրի 60%-ը։ Արեանը փառատել է նաև այն մտահոգությունները, թե նորակառույց շենքերի ավելացման պայմաններում գազապահովումը հնարավոր չի լինելու։ Ջրամատակարարման հարցում նույնպես աշխատանքի ծավալները մեծ են, նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծերի ու հանգույցների ծրագիրը։ Veolia ջուր ընկերության պատվիրած նախագծերը փոխանցվել են ջրային կոմիտեին։ Առևտրով զբաղվող փոքր բիզնեսը շրջարկի մասով այս փուլում կարող է պետությունից գումար հետ ստանալ։ Ֆինանսական ճշգրտումն արվում է, որ հունվարից շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից 10 դարձնելուց հետո պահեստում մնացած ապրանքի ծախսը շրջանառությունից նվազեցնելիս տնտեսվարողը չտուժի։ Եռամսյակի վճարած շրջարկը ներկայացրեք, վերջնահաշվարկենք ու ավել փողը հետ փոխանցենք, իրազեկում են պետեկամուտների կոմիտեից։ Աջակցության ծրագրից օգտվելու պայման է նաև, որ հաշվարկված շրջանառության հարկի գումարը վճարված լինի, ինչպես նաև ներկայացվի դիմում, ընդ որում դիմումի ներկայացման վերջնաժամկետը առաջին եռամսյակի համար մայիսի 10-ն է։ Ընդամենը 5 օր է մնացել ծրագրի ավարտին, բայց դեռ շատ քիչ բիզնեսներ են դիմել ֆինանսական հնարավորության մասին։ ՊԿ հարկատուներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման ֆայլ օնլայն էլեկտրոնային համակարգին նամակ իրազեկում ուղարկելով։ QR կոդով հնարավոր է ոչ միայն հողի որակական ցուցանիշի, այլև հողատիպի, կազմի, վիճակի ու Հայաստանի հողային ռեսուրսների մասին տեղեկանալ 3 լեզվով Ագրարային համալսարանի Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի վերանորոգված ժամանակակից լուծումներով հագեցած եռաչափ մոդելավորմամբ ձևավորված թանգարան լաբորատորիայում։ Հողագիտության թանգարանը հիմնադրվել է խորհրդային տարիներին։ Ժամանակի ընթացքում հնացել, կորցրել է արդիականությունը։ 2 տարի առաջ Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունից ստացած դրամաշնորհով հիմնանորոգվել է։ Վերազինված թանգարանը բաց է բոլորի համար, որպես ինտերակտիվ եւ ուսուցողական տարածք։ Այցելուները հենց այգուց կարող են նմուշ վերցնել, կատարել հողի անալիզ, իսկ ցանկության դեպքում իրականացնել մանրամասն հետազոտություն։ Թանգարանում ներկայացված են ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ասիական տարբեր տարածաշրջանների հողատեսակներ, ինչը թանգարանը գրավիչ է դարձնում նաեւ արտասահմանցիների համար։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 4.2%-ով, կազմելով բարելի դիմաց $58.69։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 4.6%-ով, կազմելով բարելի դիմաց $50.61։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3247։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.2%-ով, կազմելով մեկ հատի համար $94544։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 5-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 389 դրամ 46 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 441 դրամ 84 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 80 լումա։